Ողջույն բոլորին, ձեզ հետ Անտեմն է, ինչպես եւ հասկացաք վիդեոյի անվանից, մենք շարունակում ենք Gaming G60 տեսք հավաքելը ու այսօր գնում ենք հետևի շիթը առնելու։ Вообще որոշել ենք մյուս շաբաթվա մեջ գնանք առնենք հետևի շիթը, ուղղակի իմացանք, որ վաղը BMW-ի հավաքա լինելու ու մենք ուզում ենք մասնակից լինենք, բայց առաջ շթել չենք ուզում գնանք, այսօր հենց այսօր գնում ենք Gaming G60 շիթի հետևից։ Սենց անձրևոտ եղանակը չէ, դա դրիֆտ անենք։ Չէ։ Մենք մոտ կոֆե վերցենք գիտանք։ Բավանդական դու։ Մոստի տակ սիրուն լույսերի տակ վիդեո անենք, սիրուն կադրեր անենք, այն այս պրոբկա է, որ էլ ասելու չի, լս քարտեզի վրա նրա, սաղ կարմիր է։ Այսօր մնացինք ստի։ Հետևի շիթն էլ տեղավորեցինք, մի ձև շատ մեծ էր, բայց մի ձև տեղավորեցինք, այսքանը դուրս ամենայթով։ Հետևի կողմը դրեցինք բաղջաժնիկը։
Եկանք հասանք ժամը 11:30, բայց չենք համբերում, ուզում ենք շիթը շուտ դնենք, տնենք ոնց անում ու մեզի հետաքրքիր է գլուշից էլի խանգարի թե չէ։ Էսի շիթն է, շատ լավ որակի շիթ է ասանք։ Պարտոնիկի տեղը կացակելու։ Իշի հետևի սետկեն է ու առանցին կտորը, որ ձգվում է օվտոյի հետևա մասին։ Այսր հետևի կտորն է։ Ասեմ շատ 60-ների վրա այս կտորը չեն դնում, կոմպլեկտի մեջ չի լնում։ Ու ինքը շատ գեշ է նայվում, բեսի սա ցույց տալու դրա։ Երկու հատ բոլդի ձգելու տեղ դարձին բակվում են կվրեն, որ սիրուն սետկեն հակնել են, եթե եսի չեք դնում, մենակ սետկեն ալում, ասեմ, որ շատ գեշանայում, հետևը դատար դա երևում։ Հետևի շիթը հավաքեցինք բրծանք, ասեմ, որ շատ լավ անստ է, ինքներդ նայք համոզվեք, գլուշիցելները վաբշե չխանգարեցին, սիրուն իրա վրա նստավ, հիմա ցույց տամ, թե տակը դեֆլեկտերի վրա շիթը ոնց անստ է, ինքը պլոտնի մտնում է իրար մեջ ու վաբշե տակի հատվածը չի երգալի, եթե այդ դեֆլեկտերը չի լինում, ձեր սետկեն հետևի ծռվում է թեք է այսպես կայնում։